Ինչպես անցել ձեր շաբաթը։ Որոշների համար շաբաթը կաշմարնի է եղել, ես ձեզ ասած։ Որոշների համար լավ է եղել շաբաթը։ Բայց ուզում եմ, որ դու հարցին պատասխանես ինքդ քեզ։ Արդյոք դու այս շաբաթ հաղթել ես։ Դե այս շաբաթ պարտվել ես նորից։ Այս շաբաթ նորից դու անիծել ես։ Այս շաբաթ դու նորից չարախոսել ես։ Այս շաբաթ դու նորից բամբասել ես։ Այս շաբաթ դու նորից կռվել ես։ Այս շաբաթ դու նորից ինչ-որ մեկից խռովել ես կամ հիասթափվել ես։ Այս շաբաթ նորից գնացել ես կոմպրոմիսի, դու պարտվել ես։ Ես ուզում եմ, որ դու այս շաբաթվա վերաբերյալ իտոգներ անես, հաշվարկներ անես, արդյոք ես այս շաբաթ հաղթել եմ թե ոչ։ Եվ հայտնաբերես քեզ եւ ճշմարտությունը ասես ինքդ քեզ։ Ասես, որ դու պարտվել ես կամ հաղթել ես։ Գիտեք, շատերը հարցնում են եւ շատերի մոտ է այս հարցը։ Ինչի է այսքան շատ եկեղեցիները։ Շատ եկեղեցիներ կան եւ աճ ու ձախ եկեղեցիներ են։ Իրականում մի եկեղեցին ստեղ է, մի եկեղեցին ստեղ է, մի եկեղեցին ստեղ է, մի եկեղեցին ստեղ է, մի եկեղեցին ձորի մյուս կողմում է։ Եվ մյուս եկեղեցին մի քիչ են կողմ է։ Եվ լրիվ եկեղեցիներ են, հասկանում եք, մենք շրջապատված ենք եկեղեցիներով։ Եվ ես բարի լուր ունեմ ձեզ համար, ասեք, որ դա շատ լավ է։ Շատ լավ է, որ եկեղեցիներ են, աճ ու ձախ։ Հասկանում եք, ժողովուրդ, ստեղ եկեղեցի է։ 2 մետր այս կողմ եկեղեցի է։ 5 մետր այն կողմ էլի եկեղեցի է։ Մի 15 մետր այն կողմ էլի եկեղեցի է։ Մի 20 մետր այն կողմ եկեղեցի է նորից։ Եվ մի քիչ քաղաքի կողմում էլի եկեղեցի է։ Պատկերացնում եք, մի 7 եկեղեցի երևի կա, եւ դեռ քիչ է։ Եվ ես ուզում եմ, որ շատ եկեղեցիներ լինեն։ Գիտեք, Աստվածաշունչը մեզ ինչ-որ բան է սովորացնում, որ մենք չգիտենք դրա մասին։ Եվ հավատացյալներին տուպիկ են տանում ասելով, այսքան եկեղեցիներ կա, որն է ճիշտ, բոլորն է ճիշտ են բացի Եհովայի վկաներից։ Քանի որ ստեղ մենակ այդ թուփն է աճում։ Եվ ուզում եմ մի բան ասել ձեզ, որ մարդիկ երբ որ ասում են, այսքան եկեղեցի, սրանք ինչ են, այսքան շատ եկեղեցիներ։ Պատկերացրեք անձրևից հետո դուք գնում եք դաշտ, ինչի համար, սունկ հավաքելու։ Եվ երբ որ չի լինում, դուք ջղայնանում եք, բարկանում եք, ճիշտ է։ Երբ որ անձրևից հետո դուք գնում եք դաշտ եւ հայտնաբերում եք սունկ, դրանց ասում ենք մենք այս կլոր շրջաններով, ապիատիա, չէ, այդ կամ ոչխարասունկերը շարքով է ձև գնում են, ռյադովկա, ապիատ, եւ դուք ջղայնանում եք, ինչքան ստեղ սեկտաներ կան, սպիտակ սունկ, ոչխարասունկ, այս ռյադովկեքը, այս ինչ մոլորություն է ստեղ, չգիտես որ հավաքես, սինիչկեքը, ահա, այս ձև թթվի սունկերա, լավ սունկ, ես սիրում եմ, մինչ ամուսնանալս ես վախենում էի սունկ ուտելուց, բայց պատկերացրեք Աստված քեզ ամուսնացնում է, որ դու գնաս զոնքաչի տուն եւ հայտնաբերես, որ այնտեղ գիշերը կարող են սունկ ուտել եւ արխային քնել եւ դու սաղ գիշեր մտածում ես, այս մարդիկ առավոտ ինչ պետք է լինեն, ինչ պետք է այս մարդկանց հետ լինի եւ երբ որ զարթնում ես, հասկանում ես, որ կարելի է դու էլ ուտես ուրեմն։ Հասկանում եք, այս է բան, երբ որ արթնություն է գալիս, արթնությունը դա նման է անձրևի։ Երբ անձրևից հետո դուք հայտնաբերում եք, որ եկեղեցիներ բուսնեցին, աճ ու ձախ եկեղեցիներ դուրս եկան։ Եկեք չմոռանանք, որ ամբողջ Եվրոպան քարոզել է Պողոս առաքյալը, առաջին մարդն է եղել, որ ամբողջ Եվրոպան քարոզել է։ Եվ Եվրոպայում Պողոս առաքյալը արթնություն բերեց։ Եվ Եվրոպան քրիստոնեության բնորանն է, ժողովուրդ։ Եվ մենք գիտենք, որ Ասիայի մեջ էլ կային 7 եկեղեցիներ, որոնք Պողոս առաքյալի եւ մնացած առաքյալների աշխատությունն էին դրանք։ Եվ շատ եկեղեցիներ կային այս Եվրոպայում։
Եվ իրականում ամեն քաղաքներում, ամեն գավառներում, ամեն գյուղերում եկեղեցիներ էին հանում։ Եվ սա լավ էր, սա հրաշալի ժամանակ էր, որ արթնություն էր ապրում առաջի դարի քրիստոնյան։ Եվ կարող էր իմանալ, որ սրանք արթնության արդյունքներ են։ Եվ ինչա տեղի ունենում այսօր։ Մենք Եվրոպայում հազիվ ենք գտնում եկեղեցիներ։ Հիմա մենք Եվրոպայում ավելի շատ տեսնում ենք իսլամացում, որ մահմեդականներն են տիրը եւ փողոցներում, տաճարներում, իրանց այդ մսկիթներում, իրանց ծնկները խոնարհում են եւ Ալլախին մեծարում են եւ աղոթք են անում ամեն օրվա մեջ ամեն մի քանի ժամը մեկ, բայց հավատացյալները արծե այլևս էլ աստվածաշունչ չեն բացում, էլ չեն աղոթում, էլ եկեղեցի չեն այցելում եւ մարգարեն մեզ մի բան ասում հազարամյա տարիներ առաջ եւ դա տեղափոխվում է մեր ժամանակները հիմա, որ ասում է Ամովսի 8-րդ գլխի 11-րդ խոսքը, ահա օրեր են գալիս, ասում է Տեր Եհովան, երբ երկրի վրա սով պիտի ղրկեմ, ոչ թե հացի սով, ոչ թե ջրի սով, այլ Տիրոջը խոսքը լսելու սով, մեկը ծովից մյուս ծով, եւ հյուսիսից մինչեւ արևելք պիտի թափառեն, Տիրոջ խոսքը փնտրելու, եւ հոս եւ հոմ պիտի պատտվեն, բայց չեն գտնելու, ասում է Ամովս մարգարեն։ Ժամանակը գալիս, որ եկեղեցիները այլևս չեն լինի, եկեղեցիները այլևս չեն լինի այսև։ Եվ այսև քաղաքակիրթ երկիրներում արդեն եկեղեցիները իրանց պետք չի, Աստված իրանց պետք չի, եւ իրանք իրանց խելքի տերն են, եւ առաջը գալիս տարբեր մշակույթներ։ Ես շնորհակալ եմ Աստծուց, որ մեր եկեղեցում, մեր քաղաքում, մեր երկրում շատ սրա մասին է քարոզվում, որ մենք գովում ենք դա, մենք խրախուսում ենք դա ճիշտ է։ Եվ հավատացյալը պետք է սրան կարողանա ուղիղ եւ ճիշտ պատասխանի, որ ես սրա մեջ վատ բան չեմ տեսնում, որ ամեն անկյունում եկեղեցի լինի, ամեն տան մեջ հավատացյալ լինի, ամեն փողոցում տնային խումբ լինի, հասկանում եք ժողովուրդ։ Սա ճիշտ է եւ ստեղ սխալ բան չկա, լսնել ավետարանը ամբողջ քաղաքի մեջ։ Այնտեղ որտեղ չի լսվել, այն տներում որտեղ չի եկել Տիրոջ լույսը եւ Տիրոջ փրկությունը, ես ու դու ենք պատասխան տալու այս քաղաքի համար։ Գիտեք, ավելի լավ չի, որ եկեղեցիա բացվի, սա համար չեն ուրախանում հավատացյալները, սա համար չեն ուրախանում մեր քաղաքի մարդիկ։ Ավելի լավ չի, որ եկեղեցիա բացվի, ոչ թե գիշերային ակումբ։ Պատկերացնում եք քաղաքում գիշերային ակումբ բացվի եւ բոլորս ուրախանանք դրա համար։ Պատկերացնում եք, որ քաղաքում բացվի գինետուներ եւ գիշերային ակումբներ բացվի եւ խաղատներ բացվի եւ ահա շատերը ուրախանում են, որովհետեւ մի հատ լոմբարդ էլ բացվեց։ Ահա շատերը ուրախանում են, որ Արեգակից եւ Ֆինկայից բացի էսա ինչ-որ մի հատ էլ Արագիլ կբացվի։ Ինչ-որ մի հատ Ձնծաղիկ կբացվի եւ ահա մի հատ էլ վարկի տեղ կունենանք։ Մի հատ տեղ կունենանք, որ չորնի կանգնենք։ Մենք չենք ուրախանում սրա համար իրականում։ Մենք ուրախանում ենք, որ եկեղեցիա բացվի։ Մենք ուրախանում ենք, երբ որ երեխա է ծնվել։ Մենք ուրախանում ենք, երբ որ մեկը պսակվում է։ Մենք ուրախանում ենք, որ ընտանիքները կայանում են։ Մենք ուրախանում ենք, որ մեկը ճանաչում է Հիսուսին։ Մենք ուրախանում ենք, որ մեկը ապաշխարում է երկնքում, նրա համար խնջույք է, նրա համար մեծ հարցանիք է։ Եվ բոլորս ուրախանում ենք այդ մեկ փրկվածի համար եւ ասում ենք դու ես իմ քույրը, դու ես իմ եղբայրը, ահա Տիրոջ պլանը, ահա Տիրոջ ծրագիրը եւ ես աղոթում եմ, որ շատ հավատացյալներ լինեն իմ քաղաքի մեջ։ Այն ազգերը, որոնք կային, որոնք քրիստոնեության պատճառով են զարգանում եւ իրանց մշակույթը միայն այդ պատճառով է զարգանում, հիմա նրանք կամ այլևս շկան կամ քայքայման եսրին են։ Հալելույա։ Ես հարցրեցի սկզբից, որ ինչպես եք դուք։ Եվ դուք ասեցիք, որ լավ ենք, բայց հարցս արդյոք մենք հաղթել ենք այս շաբաթ, արդյոք քարոզել ենք մեկին, արդյոք ծառայել ենք մեկին, արդյոք չենք գնացել փողզիջման, արդյոք մեր սիրտը մաքուր ենք պահել։
Արդյոք մեր բերանը, մեր շուրթերը մաքուր ենք բայ։ Մի քարոզիչ կար տարիներ առաջ, որ բարձացավ բեմարտակ եւ ասեց. Եթե այստեղ մեկը կլինի, որ 3 օր իր շուրթերը կզսպի, որ չչարախոսի կամ չհայոյի, ես կասեմ դու կատարյալ մարդ ես եւ դու ուժեղ մարդ ես։ Ես լսեցի այս խոսքը ու գնացի, ասելով որ ես կանեմ դա։ Այդ ինչա որ ես չանեմ։ Ժողովուրդ հաջորդ օրը ես հայտնաբերեցի, որ ես հայհոյում եմ։ Ես հայտնաբերեցի, որ ես վատ բան եմ խոսում։ Ես հասկացա, որ ես կատարյալ չեմ եւ ուժեղ չեմ։ Եվ մենք պետք է փոխվենք։ Գիտեք ինչի եմ ասում սա, որովհետեւ մեր շուրթերից պետք է ավետարան քարոզվի։ Մեր բերանը պետք է բարի լուր հրատարակի։ Մեր բերանը պետք է Տիրոջ փրկությունը պատմի։ Մեր բերանը պետք է բժշկություն բերի։ Մեր բերանի վրա է, մեր շուրթերի վրա է հրաշքները։ Գիտեք ամուսինները գալիս են ծառայության եւ ուզում են որ բժշկվեն։ Այս վկայությունը մեր քույրերից մեկը պատմեց, ես գիտեմ որ ծառայության ժամանակ ա եղել այս վկայությունը։ Եվ ասում է բժշկության ծառայության են գալի, որ բժշկվեն եւ հանկարծ ասում մարդը աղոթում է եւ ասում է չի բժշկեմ։ Գիտեք կարող ենք մենք մեղադրենք, որ այդ մարդը աղոթեց, այդ կամը զորավոր չէր, ուժեղ չէր, օծված չէր, մյուսը լիք արդարացումներ, բայց Տերը ասում է, որ դուք իրար հետ խնդիր եք ունեցել, կամ չներում կա, կամ վեճ ունեք իրար մեջ։ Տերը ուզում է, որ ներողություն խնդրեք եւ հաշտվեք իրար հետ։ Որովհետև բժշկությունը գալիս է, երբ որ մենք ներում ենք, երբ որ մենք ապաշխարում ենք։ Ես աղոթում եմ, որ այսօր բժշկություն լինի այստեղ։ Եվ մենք պետք է չներումը, չար շուրթերը, մեր սրտի չարությունը մի կողմ տանենք, որովհետև Աստված ուզում է մեզ բժշկել եւ Աստված պատրաստ է մեզ օրհնել, ժողովուրդ, բայց մենք իրան խանգարում ենք։ Դրա համար ես արծեցի սկզբից, որ լավ է, որ եկեղեցի լինի, թե չէ, լավ է, որ արթնություն գա, թե չէ, լավ է, որ մենք հաղթել ենք, թե չէ, հարց եմ ուզում տամ ամեն մեկից, արդյոք ես հաղթել եմ, թե եկել եմ արդեն այստեղ պարտություններով լիքը, մենք պետք է շպրտենք մեր ուսերից դա։ Մենք պետք է թողանք դա, որպեսզի Տիրոջ բարեհաճությունը եւ օրհնությունը գա մեր վրա։ Գիտենք մենք երկրորդ բանը, որ ունենք դա մեր մշակույթն է, մշակույթ, ասեք մշակույթ։ Մենք ունենք ավանդույթ այսև հայկական, հայկականացված, մարդկային, ուղղակի մարմնավոր, ուղղակի խելքից։ Եվ մեզ համար մշակույթը սա է, որ մենք պետք է գնանք աշխատանքի եւ չի կարելի ուշանալ, որովհետեւ ես իմ աշխատանքը կարող եմ կորցնել։ Կարող եմ նկատողություն ստանալ եւ դիտողություն ստանալ։ Այստեղ մարդ կա, որ աշխատում է եւ գիտի, որ ես ճշմարտություն եմ ասում։ Գիտի, որ ես իրականում ճշմարտություն եմ ասում եւ աշխատանքի տեղը դու չես կարող զբաղվել ուրիշ բաներով, եթե դա ընդմիջում չի, ճիշտ է։ Եվ քեզ կբռնեն այդ բաներ անելու ժամանակ, ինչ որ պարապ նստած կամ ինչ որ անհետեցության մեջ եւ քեզ բալեր կհանեն քեզանից։ Վիգվար կտան, քեզ նկատողություն, դիտողություն կանեն։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Եվ աշխատավարձիդ վրա ուղիղ կսկսի ազդել քո վարքը։ Ամեն։ Ինձ հետ համաձայն եք, թե չէ։ Բայց դուք գնում եք որպեսզի չուշանաք, որովհետև նախորոք եք գնում եւ աշխատանքի տեղն է շատ հեռու է, ճիշտ է։ Աշխատում եք 5 րոպե շուտ լինել այնտեղ, աշխատում եք 20 րոպե շուտ լինել այնտեղ եւ մենք մնում ենք այնտեղ այնքան ժամանակ, որ մեր աշխատանքը կատարենք, որպեսզի մյուս օրը մենք 0-ից սկսենք աշխատել, ճիշտ է։ Երբեք չենք բացակայում գործից, անգամ, ասեք անգամ, եթե իմ գլուխը ցավում է։ Անգամ եթե դու այդտեղ ես եւ քո մեջքը բռնվել է։ Անգամ եթե դու այդտեղ ես եւ ինչ որ խնդիր ունես եւ ջերմություն ես տալիս, անգամ քո ճնշումը չի նորմալ եւ ինչ որ միտեղը դել է ավել ցավեմ, որ ես չասեցի դա։ Բայց մենք պարտավոր ենք գնալ աշխատանքի, ճիշտ է։ Գնում ենք գլուխը ցավալով, գնում ենք ճնշմամբ, գնում ենք ջերմությունը վրնես, գնում ենք մեր մեջքը ցավալով, գնում ենք շուտ եւ գալիս ենք ուշ։ Ինձ հետ համաձայն մարդկաստ է։ Դուք գիտեք ես ինչ եմ ասում։
Դու գիտեք ես ուր եմ մոտենում։ Բայց ահա Կիրակի է եւ եկեղեցին այդ կամ էլ հեռու չի։ Եվ մենք չեն գալիս եկեղեցի, որովհետև այսօր գլուխս ցավում է, այսօր հազար հատ պատճառ ունեմ, այսօր խնդիր ունեմ, այսօր այս, այսօր այն, այսօր մյուսը։ Մենք աշխատում ենք մեր տնօրենների առաջ աչոկներ հավաքենք, բայց մեր Տիրոջ առաջ մենք թերանում եւ ցուլանում ենք։ Միշտ չեն գալիս եւ միշտ ուշ են գալիս։ Եթե մեր գլուխը ցավում է, մենք հազար պատճառ ունենք արդարացնելու։ Հոգնած ենք, ուշ եմ քնել, բամանավանդ երբ որ իմ տունս մարդ է եկել, բարեկամ է եկել հեռու տեղից, ժողովուրդ քո բարեկամը չի հարգում քո Աստծուն։ Քո բարեկամը չի պատվում քո Աստծուն, իսկ դու իր առաջ ստոյկա ես տալի, կներեք արտահայտության համար։ Դու իր առաջ քայլում ես քո ձեռքերի վրա։ Դու իր առաջ վազում ես եւ գլուխ ես խոնարհում, աշխատում ես իր համար ամեն ինչ ճիշտ լինի։ Աշխատում ես, որ իրան հաճելի լինել եւ աշխատում ես, որ ամեն բան չի ժամանակին մատուցես։ Կոֆե պասել, ճաշը տաք լինի, համով լինի եւ աշխատում ես նիսյաներ ընկնել։ Հալելույա, 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 հալելույա։ Ուղղակի ես ուզում եմ ասել, որ դու ցածր թռիչքի թռչուն ես։ Իսկ Տերը մեզ կանչել է լինել արծիվներ։ Տերը մեզ կանչել է լինել բարձր թռիչքի։ Բարձր ամեն բանի վրա։ Բարձր ամեն ինչի վրա, բարձր յուրաքանչյուր իրավիճակի վրա։ Հարց, հիմա հարց։ Վաղ աշխատանքի գնալու եք։ Ովքեր տանը նստած են, կամերով ինձ են նայում, վաղը աշխատանքի գնալու եք, ասեք, որ շուտ եք գնալու, ասեք, որ ընդեղ պետք անեք, ասեք, որ ոնց կարամ չգնամ, ոնց կարամ ես չգնամ աշխատանքի, իսկ վաղը գալու ես եկեղեցի, ես ոնց կարամ գամ եկեղեցի։ Ղուկաս ավետարանի 12:31-ում գրված է սկզբում փնտրեք Աստծո թագավորությունը եւ հետո նրա արդարությունը։ Գիտեք, չկա Աստված առանց թագավորության, չկա Աստված առանց արդարության։ Փնտրեք Աստծուն, փնտրեք սկզբից Տիրոջը եւ կգա իր թագավորությունը։ Կլինի իր արդարությունը, մնացած բաները կտրվեն ինձ ու քեզ։ Դա խոստմունք է ժողովուրդ։ Եթե դու չգնաս աշխատանքի, քեզ չի տրվի աշխատավարձ, բայց եթե դու փնտրես Տիրոջը, ես չեմ ասում մի գնա աշխատանքի։ Ես ասում եմ փնտրե Տիրոջը։ Ես ասում եմ գնա աշխատանքի եւ քո աշխատանքին ինչպես ես վարվում։ Վարվի Տիրոջ հետ էլեցև։ Պատշաճ հարգալի ձևով գնահատելով, որ դու շանս ունես լինել եկեղեցում, լինել Տիրոջ տան մեջ։ Խիչ ես գալիս եկեղեցի, մենք հարցեր ենք տալիս, մենք վախենում ենք արդեն հարցնել, խի չես եկել Կիրակի օրը։ Մենք վախենում ենք, լուրջ վախենում ենք։ Այն ժամանակ 90-ականն մեկին չէր ասում գնանք եկեղեցի։ Այն ժամանակ չկար հեռախոսներ։ Այն ժամանակ մեկի տեղը չգիտեր, բայց հավաքվում են բոլորը մի տեղ։ Հավաքվում են գարադոկի հետ բոչկեկան։ Ինչքան եմ ներկա եղել։ Բոլորը աղոթում էին։ Մլագործ էին անում ու հավասար լեզուներով աղոթում էին։ Գիտեք, դա դժվար բան է, համ մլագործ ես ամ, համ լեզուներով աղոթում ես։ Եվ նրանք հավաքվում եւ ինչ որ մլագործ են անում, ինչ որ մեկն է լեզուներով աղոթում եւ Աստվածաշունչ էր կարդում զուգահեռ, ինչ որ մեկն է լեզուներով աղոթում եւ խոսքեր խոսում, լեզուներով աղոթում եւ խոսքեր խոսում, ասեք որ ճշմարտություն եմ ասում։ Եվ նրանք մեկի տեղը չգիտեին, նրանք հավաքվում էին ինչպես մեղուները մեղրի վրա։ Մեղրի հոտը քաշում էր, Աստծո ներկայությունը հավաքում էր մեզ իրար հետ։ Մեկտեղ հավաքվելը մի թողեք։ Գործեր, աշխատանք, բիզնես։
քո գործարարությունը հասել է ծայրահեղության, քո աշխատանքը հասել է ծայրահեղության։ Գիտեք, երբ որ ես սկսում եմ քիչ ներկա լինեմ Աստծո տան մեջ եւ ներկայության մեջ, եւ ես սկսում եմ ծայրահեղության ոչ միայն գործի մեջ գնալ, այլ խոսքերից մեջ գնալ, գործերից մեջ գնալ։ Եկեղեցի գնալով չի հո։ Երբ որ դու անում ես հո, շուշեն քրդնում է, եւ միայն քո համար մշուշա։ Եվ դու այլևս չես տեսնում հո։ Ես տանել կարամ հո։ Եվ ժամանակ անցնում եւ տեսնում ես, որ այս մարդը խամրել է։ Հո։ Ասեք, որ սա ճիշտ է։ Երբ որ մարդը սկսում է եկեղեցի չգնալ, մի օր ինքը դառնում է թշնամի Աստծուն։ Ինքը մի օր սկսում է հակառակվել եկեղեցուն։ Եվ ասում ենք եկեղեցին չի փրկում, ես համաձայն եմ քեզ հետ 1,000,000%, բայց հարց ունեմ բոլորիդ, ում էր հալածում Պողոսը։ Եկեղեցուն, ինչ ասեց Հիսուս, որ ում ես հալածում, ուղիղ ում ես հալածում, ինձ։ Նորից եմ կրկնում։ Պողոս առաքյալը հալածում էր եկեղեցուն։ Եվ Հիսուս հայտնում է Դամասկոսի ճանապարհին եւ ասում է. «Stop! Դու չես կարող հակառակ գնալ խթանին։ Դու եթե քացով տաս, ոտքդ կջարդես։ Դու իմ եկեղեցուն հալածելով հալածում ես ուղիղ ինձ։ Բայց ասում է ես Պողոսս նախանձավոր էի Իսրայելի Աստծուն, նախանձավոր էի Ավետարանին, նախանձավոր էի խոսքին, նախանձավոր էի իմ ավանդույթներին, բայց Տիրոջ եկեղեցին էի հալածում։ Հո եկեղեցի գալով չի, հո եկեղեցի գալով չի, ես տանն է կարամ։ Տանը դու միայն կարող ես կարճ ժամանակ անց հայտնաբերել, որ քո տնից հնչում է ռաբիս երաժշտություններ, որ քո տնից սկսում է հնչել աղաղակ, կռիվ, հայհոյանք եւ աղմուկ։ Սա է քո տան եկեղեցու վիճակը։ Հո։ Ով է լսում։ Պողոս առաքյալը Եբրայեցիների 10-րդ գլխում ասեք սիրում եմ քեզ Հիսուս։ Ասեք սիրում եմ քեզ Հիսուս։ Ասա ես սրանից հետո կփոխվեմ։ Առանց հոյի։ Բարեկը կանգնացնում ասում ասա հո։ Գիտես, հավատացյալներին է կարա ասի մի հատ փչի։ Ես հասկանամ թե դու ինչ ես շնչեմ։ Ես հասկանամ թե դու ինչ ես շնչել։ Ես հասկանամ թե դու ինչից ես հոտոտել։ Ալելույա։ Այո։ 19-րդ խոսք, 10-րդ գլուխ։ Անջատ եք այդ բուձիլնիկը։ Ուրեմն եղբայրներ եւ նաեւ քույրեր համարձակություն ունենք Սուրբ տեղը մտնելու Հիսուսի արյունով։ Լսում եք։ Մենք Հիսուսի արյունով համարձակություն ունենք մտնելու Սուրբ տեղը։ Այն նոր եւ կենթանի ճամփով, որ բացեց մեզի վարակույրի մեջտեղից, որը իր մարմինը, ու մեծ քահանա ունենալով Աստծո տան վրա։ Ինչի վրա։ Մեծ քահանա որտեղ ունենք։ Չեմ լսում ձեզ։ Լուրջ, երևի տարիքը սկսել է ինձ պատվացի տանել, այսև դավաճանել։ Ինչի վրա ունենք քահանա։ Ում վրա։ Ինչի վրա։ Տան վրա։ Բասում եք հո։
Բասում եք եկեղեցին պետք չի ինձ։ Մենք ինչն ենք նրա։ Տունն ենք նրա։ Մենք նրա տունն ենք եկեղեցի, լսում եք։ Ինչի եմ ես բաները խոսում։ Որովհետև ուզում եմ ակցենտ դնեմ, կարևորություն դնել, որ պետք է հավաքվել մեկտեղ։ Որովհետև սա ես չեմ հնարել, սա Աստծո խոսքն ասում։ Որ ասում է մենք քահանա ունենք, մեծ քահանա, որը Աստծո տան վրա է։ Մոտենանք ճշմարիտ սրտով, անկեղծ, ազնիվ, մաքուր, լեցուն հավատքով, սրտներից է չար, խղճից, մաքրված, մարմինն էլ մաքուր ջրով լվացված, այսինքն խոսքով, անխախտ պահենք հույսի դավանությունը։ Մեզ պետք է, որ այս սկզբունքը պահենք անխախտ։ Սա կիրակի է և վեր ժողովուրդ, սա կիրակի է։ Սա կիրակի է։ Սա տիրոջ օրն է։ Սա տերունական օր է։ Որտեղ մենք Աստծո խոսքը ասում է, պետք է հավաքվենք և հավատարիմ են նա, որ խոստացավ 24-րդ խոսքը և իրարու հոգ տանենք սիրո բարեգործության մխելով և մեկտեղ հավաքվելը չթողնենք։ Մեկտեղ հավաքվելը չթողնենք, ինչպես ոմանք սովորություն ունեն ժողովուրդ, և ոմանք այդ սովորությունը ուզում են բերել եկեղեցի, որ ես էլ մտածեմ, թե դա նորմալ է, ամեն անգամ, ամեն կիրակի մի հատ արդարացում կա, և մենք արդեն վախենում ենք ասել, թե ինչի չէիր եկել ծառայության։ Հո զորով չի, էդ էլ կա հո։ Հո զորով չի, չէ որ Տերը իմ սրտին է նայում։ Այո, Տերը քո սովորություններով, չար խղճմտանքով լցված սրտին է նայում։ Լսում եք, շարունակենք թե չէ։ Մեծ քահանա ունենք Աստծո տան վրա, որին տունը Աստծո խոսքը ասում է մենք ենք։ Տունը դեռ դա կտուրը չի։ Տունը դեռ դա պատերը չի։ Տունը դեռ դա դուրը և պատուհանները չի, տունը ես ու դու ենք։ Գիտեք, ես մի հատ պատճառ եմ գտնում այս բանն ասելու։ Ստեղ ես 3 բան ասեցի, տուն, սկզբունք և մեկտեղ հավաքվել։ Իմ մոտ սա սկզբունք է։ Ես ունեմ այս մշակույթը և ես սիրում եմ Տիրոջ տանը լինեմ։ Ստեղ գրված է, որ մեկտեղ հավաքվելը մի թողեք, որովհետև մեկտեղ հավաքվելու մեջ կա, ասեք, նպատակ։ Մեկտեղ հավաքվելու մեջ նպատակ կա։ Որովհետև դու երբ որ մեկտեղ ես գալիս, առաջերտին դու լսում ես Աստծո խոսքը։ Երբ որ դու լսում ես Աստծո խոսքը, դու լսում ես Աստծո կամքը։ Երբ որ դու լսում ես Աստծո կամքը, դու լսում ես Աստծո նպատակը։ Երբ որ դու իմանում ես Աստծո նպատակը, դու իմանում ես այն տեսիլքը, որ Աստված ունի քեզ համար։ Երբ որ դու լսում ես այդ տեսիլքը, դու սկսում ես հավատալ այդ տեսիլքին։ Քո կյանքը սկսում ես նրա խոսքի համաձայն ուղղել։ Գոմեշները, երբ որ նայում ենք սավանաներում, ջունգլիներում, հավաքվում են իրար հետ, պատ են այսպես շարում։ Որովհետև առյուծները նրանց ուզում են հա ուտեն։ Առյուծները նրանց մեջ միս են տեսնում։ Նրանց տեսնելուց միս են տեսնում, բայց նրանք պատ են կառուցում այս ձև։ Որովհետև միաբանությունը ուժեղ է առյուծին հետ մղելու համար։ Ես մենակ էլ կարամ։ Մենակ ցուլը համով ցուլ է։ Մենակ գոմեշը համով գոմեշ է առյուծի համար։ Я одиночка такая, բույվրեմ, բայց առյուծները դա էլ ուզում են, որ քեզ կտրեն, քո այդ
Այո, նախրից, հոտից։ Ինչ են անում իրանք։ Միաբանվում են իրանք։ Միաբանվում են, ճիշտ է։ Էլ ովքեր են միաբանվում։ Ժողովուրդ փղերն են միաբանվում։ Շրջան են կազմում եւ իրանք ձակերին գցում են մեջտեղը։ Որովհետեւ նույն առյուծները մեծ հաջողությամբ սիրում են փղի այդ սլանյոնակ։ Փղիկին։ Հո շատեր անգամ փղիկ են, որ իրանց առյուծը կարաուտի, հեշտությամբ եւ կտրի։ Խի չեն կարեմ, որովհետեւ նրանք միաբան են։ Անասունները միաբան են իրար հետ եւ դրա կարեւորությունը ավելի լավ են հասկանում, քան ասունները։ Առյուծները 160 կիլոմետր շարավղով գիծ են գծում իրանց պրայդը պահելու համար։ Այլ ուրիշ գիշատիչներից։ Լսում եք։ Ով հասկանում։ Всё, գնացեք տուն։ Գործ Առաքելոցում գրված է նրանք իրար հետ միաբան էին։ Սաղմոս երկրորդում գրված, Սաղմոս 133-ում գրված է, որ միաբանության մեջ է Տերը օրհնություն դրել։ Երբ որ մենք միաբան աղոթում ենք, Դավիթը ուժեղ է, քանց որ դու մենակ ես աղոթում։ Միաբանության աղոթքի մեջ բոլորը բերում են իրանց կրակները, օծությունները։ Բոլորը բերում են իրանց սիրտը։ Եթե քո հետ sense բան չի կատարում, քո մեջ բալանս չկա, բալանսավորված չի, չես կարողանում համատեղել հոգևորը մարմնավորի հետ։ Գիտեք, երբ որ մենք դադարում ենք Աստծո հետ մտերիմ լինել, չար ոգիները, դիվական ոգիները մեզ կարող են հեշտությամբ խժռել։ Որովհետև մենակով դու ոչինչի չես հասնի։ Այո, Սամվելը ասեց, «Один поле не воин»։ Շարունակենք մի քիչ էլ։ Ստեղ Աստծուն սիրողներ կան ընդհանրապես։ Մի բան ասեմ ձեզ, գիշերը ինչ-որ մեկի համար լավ չի եղել։ Առաջին Կորինթացիներ, երկրորդ գլուխ։ Մի աղմկեք, էլի խնդրում եմ, մի ձեր հեռախոսները անջատեք։ Ես սիրում եմ ձեր հեռախոսները, երբ որ նրանք հայտնվում են զոհաբերության արկում։ Հովի Միշան դպրոցի ժամանակ ասում էր, ում է թազա հեռախոս պետք, այս ձև են ասում, այս ձև են անում։ Հավաքում էր հեռախոսները դրանց։ Դրանց հեռախոսները հավաքում էր։ Տվեք ձեր ասում էր։ Երկրորդ գլուխ։ Առաջ Կորինթացիներ։ Ես դեռ չեմ խոսացել, ինչ որ պետք է խոսամ։ Այդ համար դու այսօր սենց մի ձևի տրտմած ես։ Կատարյալների հետ 9-րդ խոսքեմ։ Սա կատարյալների հետ խոսալու մասին է, իմաստությամբ։ Ինչպես գրված է, այն բաները, որոնք աչք չեն տեսնում, ականջ չեն լսում, որոնք մարդու սրտի մեջ չեն ընկնում, Աստված իրեն սիրողների համար պատրաստեց։ Առաջինը ասում եմ, որ եկեղեցին կարևոր է։ Երկրորդն ասում եմ, որ միաբանությունը կարևոր է։ Երրորդն ասում եմ, որ Աստված բաները պատրաստել իր սիրողների համար։ Որոնց աչքը չի տեսնում, ականջը չի լսում, որոնց սրտի մեջ չի ընկնում, Աստված նախորոք պատրաստել է իմ եւ քեզ համար։ Ստեղ սիրողներ կան Տիրոջը։ Ստեղ սիրողներ կան։ Գիտեք, բաներ, որ դու չես տեսել, դա տեսնելով չի։ Բաներ, որ դու չես լսել, դա լսելով չի։ Բաներ, որ քո սիրտը ընդհանրապես չի կարող ընկալել, Աստված պատրաստել է քեզ համար, որպեսզի քո սրտի մեջ գցի։
Գիտեք, մարդը չի կարող այս 3 բանը իր անկալումով հասկանալ։ Բայց Աստված պատրաստել է մեզ համար։ Գիտեք, նախատեսված փրկությունն է դա։ Ուզում եմ մի բան ասել։ Ձեզ թվում է, թե փրկվելը դժվար է։ Ձեզ թվում է փրկվելը դժվար է։ Դուք հեշտ եք փրկվել, թե չէ։ Ձեզ ով է փրկել։ Ձեր աչքերը դա տեսել է։ Ձեր ականջը դա լսել է, բայց ինքը ձեզ համար պատրաստել է ձեր սրտերը գցելու համար։ Նախ եւ առաջ դա օրհնություն է Քրիստոսով, փրկությունը։ Եվ հետո մարդը չէր կարող իմանալ Աստծո կողմից իրեն համար նախատեսված փրկության մասին։ Մեծ փրկությունը դա հավիտենական կյանքն է, որը ձրի է տրվում ամեն մեկին։ Հավիտենական կյանքը ձրի է, փրկությունը ձրի է, մնացած բաների համար դու գին ես վճարում։ 10-րդ խոսքում ասում է, բայց Աստված մեզ բացեց իր հոգով։ Աստծու մոտ սենց մի բան կա, իր սիրած երեխաների մասին։ Ասա ինձ համար։ Ասա Աստված ինձ սիրում է։ Կասկածում եք, դրա համար պետք է հավաքվել մեկտեղ, որ ավելին իմանալ, որ ինքը սիրում է։ Ցենց ասեմ, Աստված սիրում է ինձ ու քեզ, սաղից, քեզ ասեմ, լավ ինչի սեմ, ես ձեզ ասեմ։ Ձեզ սաղից սիրում է։ Եվ Աստված ամեն մի իր երեխայի համար նստե մտածել է։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Քո մասին մտածել է։ Քո մասին մտածել է։ Քո մասին մտածել է, քո մասին մտածել է, քո մասին, ստեղ կա մի մարդ, իմ մասին չի մտածել, դու ստեղ չէր լինի, եթե քո մասին չմտածեին, դու այստեղ չէր լինի, փրկությունը, Աստծո փրկությունը իր մեջ սա է ներառվում, որ Աստված քո մասին մտածել է, երկար է մտածել Աստված, հավիտենականության մեջ է մտածել քո մասին, քեզ երազել է, ամեն օր քո մասին մտածել է, ամեն օր քեզ տեսել է, ամեն օր սպասել է այն օրվան, որ դու կծնվես։ Աստված քեզ ստեղծել է, քեզ քո մասին մտածել է, դու ծնվել ես, իսկ հիմա դու քո պլաններով ես ապրում։ Սպաս մի րոպե, շատ է թե դու իմ մասին մտածել ես։ Երեխաները ովքեր նման բան են ասում իրանց ծնողներին, նրանք բունտի մեջ երեխաներ են։ Ինչ չմտածեիր, ինչ չունենայիք ինձ։ Ոնց կասեին հայերը աղ չունենամ քեզ։ Երբ խոսքը գնում է Աստծո գերիշխանության մասին, ասեմ, որ Աստված մարդ չի։ Աստված մեր պես չի մտածում։ Ժողովուրդ, ստեղ ոչ մեկը, որ գտնում է, ստեղից ոչ մեկը դժոխք չի գնալու, հավատում եք։ Դա ես չեմ որոշել։ Դա Աստված է որոշել։ Ուզում եք, որ ձեր հարազատները գնան երկինք։ Աղոթեք իրանց համար։ Բարեխոսեք իրանց համար։ Աստված իրանց փրկությունն է ուզում։ Այն բաները, որոնք իրանց աչքերը չեն տեսել, իրանց ականջները չեն լսել, Աստված պատրաստում է նաև իրանց համար։ Ոչ մեկ անհավատ քո ընտանիքում չի մնալու եւ դժոխք չի գնալու։ Սա որ թե գրեք ձեզ համար մեկ ընդմիշտ, որ նրանք պիտի փրկվեն։ Մի նայեք ես, որ իրանք են անում եւ իրանց պես մի արեք։ Դուք արեք այնպես, որ Տերն է ուզում։ Աստված սահմանափակ չի։ Աստծո ձեռքը հասնում է ստեղ նաև։ Աստծո ձեռքը հասնում է նաև այնտեղ։ Աստված չի սահմանափակվում մարդկանց սահմանափակմամբ։ Մարդն է սահմանափակ գիտելիքով, տարածությամբ, ժամանակի մեջ, իր խելքով եւ ուժով։ Բայց կա մեկը, ով կոչվում է տիեզերքի միապետ։ Դա Հիսուսն է։ Թագավորում է ինքը, ամեն բան կոնտրոլի մեջ է։ Ամեն բան կոնտրոլի մեջ է։ Երբ որ Աստված ուզում է քեզ օրհնել,
ինքը ոտքի է կանգնում։ Ժամանակն է, որ Աստված ոտքի կանգնի։ Ես գիտեմ, որ Աստված ոտքի է կանգնելու այս տարի։ Աստված կանգնելու է ժողովուրդ։ Եվ Աստված քեզ համար լիքը պլաններ ու ծրագիրներ ունի։ Եվ իր պլանները ու ծրագիրները քեզ կհայտնվեն շուտով։ Եվ դու դա կտեսնես, որ Աստծո խորհուրդները քո սիրտը սկսում են համակել։ Քո սրտի մեջ սկսում է իր խորհուրդները, քո մտքի մեջ սկսում է իր մտքերը։ Ես հավատում եմ ժողովուրդ, որովհետև այս խորհուրդը, որ Աստված ունի իմ սրտի մեջ, պատկանում է իր ժողովրդին։ Որովհետև ինքը նախորոք պլանավորել է ամեն մեկիս այստեղ։ Փառք ես Հիսուս։ Աստված քեզ թույլատրություն չի խնդրելու։ Աստված քեզանից խորհուրդ չի հարցնելու։ Աստված չի տատանվում նրա մասին, ինչ մտածել է քեզ համար։ Ինքը ոտքի է կանգնելու։ Գիտեք, ես սա տեսնում եմ, որովհետև իմ մոտ այս զգացողությունը օրեց օր սրվում է, ավելի ու ավելի ես համոզվում, որ Աստված շուտով ոտքի է կանգնելու։ Եվ երբ որ ինքը ոտքի կանգնի, դու օրհնվելու ես ուժեղ։ Աստված ոտքի է կանգնելու։ Եվ քեզ օրհնելու է։ Գիտեք, դա նման է, որ դու մտար լիֆտ եւ կոճակին սեղմեցիր, նա քեզ բարձրացրեց։ Մենք գիտենք, որ մարդը ոչինչ չի կարող իր ուժով եւ խելքով։ Գիտեք, ինքը պլաններ ունի ու իր պլանները լրիվ կոնտրոլի մեջ են։ Գիտենք ամեն բաները եւ մենք ամեն ինչ ոչ թե գիտենք ուղղակի, այլ գիտենք, որովհետև դա ինքն է բացում մեզ։ Ամեն ինչ աշխատում է քեզ համար։ Ամեն ինչ աշխատում է իր նպատակի համար։ Քո համար եւ իր նպատակի համար։ Ալելույա։ Ուզում եմ մի քանի կետ ասեմ ձեզ։ Մի քանի կետ ասեմ։ Միգուցե հետ կդառնամ հետո ստեղ։ Միգուցե հետ կդառնամ ստեղ։ Շատ թանկ բան է Աստծուն քարոզելը, ներկայացնելը։ Ես ու դու չեն քարոզել վաղուց, ասա չեն քարոզել վաղուց, մարդկան չեն քարոզել։ Դա թանկ հաճույք է Աստծուն քարոզելը։ Որովհետև շատերը չգիտեն անգամ ինչպես պետք է դա անեն։ Առաջի բանը, որ կուզեմ ասեմ, սա է։ Վկայեք Աստծո մասին, վկայեք Քրիստոսի մասին։ Եթե ուզում եք, որ Աստված փառավորվի, դուք պետք է քարոզեք։ Մենք բոլորս ուզում ենք, որ Աստված ասա իմ միջոցով գործի։ Մենք սեղսաղս երազում ենք, որ Աստված մեր միջոցով գործի։ Մենք ուզում ենք հրաշքներ լինեն, մենք ուզում ենք մարդիկ փրկվեն։ Մենք ուզում ենք գործեր, որ Աստված հենց մեր միջոցով կանի։ Մենք չեր ենք անում դրա համար։ Մենք էլ զոհեր ենք անում, մենք էլ ծոմեր ենք պահում, մենք էլ աղոթում ենք, մենք էլ, չգիտեմ, ամեն ինչ անում ենք, որ Աստված փառավորվի։ Առաջինը, որ Աստված փառավորվի, դու պետք է վկայես իր մասին։ Գիտեք, ես սկզբից պատահական չի, որ ասում եմ, մենք թողել ենք մեկտեղ հավաքվելը, որպեսզի չհասկանանք Աստծո նպատակները։ Բայց մենք պետք է մեկտեղ հավաքվենք, որպեսզի Աստծո նպատակը հասկանանք, որ Աստված ուզում է մարդկանց փրկել։ Եվ առաջի բանը, որ Աստված ուզում է, որ վկայենք մենք մարդկանց։ Առաջի եւ շատ կարճ ճանապարհը, որ Աստված փառավորվի, դա մարդուն վկայելն է։ Դուք ստեղից որ գնաք, աշխատեք վկայեք մի մարդու։ Ամբողջ շաբաթվա մեջ մեկ մարդ վկայեք։ Գտեք մեկ մարդ, որին դուք կվկայեք։
Նախ եւ առաջ ես ասում եմ, մեր հավաքվելու նպատակը սա է, որ մենք ուղղություն ստանանք, մենք խոսք ստանանք, մենք կարանք մի գժվենք այս ծառայության հեսա, մենք կարանք հեսա գորանք այս ծառայությանը, մենք կարանք հեսա ոտնք այս գորանք աղաղակենք մեր գլխակները շպրտենք օդ, շորերը պատրենք կամել, բայց մենք դրա համար չենք հավաքվում, մենք հավաքվում ենք, որպեսզի մոտիվացիա ստանանք, Հովհաննեսի 15-րդ գլխի 7-րդ խոսքը, Հովհաննես 15-րդ գլուխ 7-րդ խոսք, այստեղ սենց բան ա գրված, եթե դուք իմ մեջ կենաք, և իմ խոսքերը ձեր մեջ կենան, ինչ որ ուզեք, պիտի խնդրեք, և պիտի լինի ձեզ, սրանով հայրս փառավորվեցավ, որպեսզի դուք շատ պտուղներ բերեք, և իմ աշակերտները լինեք, ով լսեց։ Առաջին հերթին, որպեսզի հայրը փառավորվի, ես ու դու պետք է պտուղ բերենք։ Այս մշակույթը պետք է վերադառնա եկեղեցի։ Այս մշակույթը պետք է վերադառնա ամեն մեկիս կյանքը։ Եվ մենք պետք է վկայենք, դուք աշխատում եք, աշխատանքի վայրում վկայեք, սովորում եք, դպրոցում վկայեք, տնային տնտեսու եք, քարոզեք հարևանության մեջ։ Ինչ եք անում, քարոզեք աչք ու ձախ։ Աստված ուզում է փառավորվել հենց քո միջոցով։ Ինքը երկար է մտածել քո մասին։ Ինքը երկար է երազել քո մասին։ Ինքը երկար է սպասել քո մասին։ Բայց ահա դու եկել ես եւ ասում ես, կներես ես իմ պլաններն ունեմ, հո, ես տանն էլ կլնեմ, կարաս ասես, որ քո տունը նստելը փառավորում է Աստծուն, քո տունը նստելը մեկին չի քարոզում, եւ եթե անգամ քարոզում էլ է, ոչ միտեղ չի ուղարկում, բոլոր խելացի մարդիկ, ստեղ կան խելացի մարդիկ, կան ստեղ խելացի մարդիկ, համարձակ ասեք, դուք խելացի եք թե չէ, Կարասի խելացի մարդ է ձևա, ինքը իրա երեխուն, ծնեց հենց ծննդատնից, ասեցից պետք չի ուր ուզում ես գնա, տենց բան արեց, մամաներ դուք տենց բան եք արե, չկա տենց բան, դու ծնում ես մարդուն, Քրիստոսով ծնում ես, ասում ես, դե գնա ինչ ուզում ես արա, դու տանում ես այնտեղ, որտեղ դուն ես, ինքը գնում այնտեղ, որտեղ դուն ես գնում, ուզում եմ Աստված փառավորվի, ուզում եմ Ստեփանավանում Աստված փառավորվի, ուզում եմ քո կյանքի մեջ Աստված փառավորվի, ուզում եմ Աստծո փառքը քո կյանքի վրա հայտնվի, ընդամենը մեկ վկայությունը փառավորում է Աստծուն, սկսեք վկայել Հիսուսի մասին, քարոզեք Հիսուսի մասին, այս տարին ես ամբողջ Եվ ամիսներով, շաբաթներով գնում եմ, ես և պլուս մեկը, շաբաթը մեկ մարդ, ամենակիչը մեկ մարդ վկայել, ամենաշատը քարոզի ամբողջ քաղաքին, պրոբլեմ չկա, ամիսը մեկ մարդ բեր եկեղեցի, սրանով փառավորվեց, իմ հայրը ասում է, որպեսզի դուք էլ ավելի շատ պտուղներ բերեք, սա առաջինն է, որ ես ասում եմ, Երկրորդը պետք է վկայել, որովհետև Աստծո սերն է ձեզ ստիպում։ Գիտեք ինձ ինչն է ստիպում Հիսուսի մասին խոսամ, ըստ ձեզ, պարտականություն, ձևա դե մի կիրակ է, այլ եկել ենք, որ մի բան խոսանք էլի, թե ես քեզ քարոզում եմ նրա համար, որովհետև ես սիրում եմ նրան, ուզում եք մի բան ասեմ ձեզ, ում սիրում եք, ինչը սիրում եք, նրա մասին է խոսում եք, լսում եմ ձեզ, բոլորիդ եմ լսում, ճիշտ եմ լսում, որ դուք ճիշտ եք հասկամ, երբ որ դուք սիրարվում եք մեկին, այդ գային, որ սիրում եք, գային, միլիցիա ինչ է, գայուշին, այդ չգիտեմ էլում ասեմ, սաթիկին, հերիքնազին, անունն էլ ինչքան գեշ լնի, դու ենքան սիրուն ես սիրում իր անունը,
Մի հատ սպասի անուն հիշեմ էլի, մի հատ գեշ անուն ասեք էլի։ Կարող է այդ վարդի շատ սիրուն եղնի էլի։ Մի խոսքով դուք իր այդ անունը չեք տեսնում իր սիրելու պատճառով։ Մեր Հիսուսի համանունն է սիրուն։ Համեք էությունն է սիրուն։ Համտեսքն է սիրուն։ Մենք նրան երբ որ սիրարված ենք, նրա մասին էլ քարոզում ենք։ Առավոտից իրոք խտացած կաթասնիկերս, հա էսը, հա մածուն, հա կաթը, հա սմետանը, հա ինչն ես էլ սիրեմ, ինչ ես սիրեմ։ Հա դրա մասին ես խոսում։ Հա դրա մասին ես խոսում։ Հա մի քիչ սաղ սիրում են իրանց եղունգները։ Սաղ սիրում են իրանց այդ, չգիտեմ, այդ անուններ կա էլի, արդեն ունես անցու ֆրանցուսկի անուններ ես, խառը, շփոթ, լեզուտ կջարդվի, որ ասես, մեկաբս, այ մայ բախս, չգիտեմ էլ ընչերս, մենք ինչը սիրում ենք նրա մասին ենք քարոզում, ժողովուրդ, մենք ում սիրում ենք նրա մասին ենք խոսում, իմ բալեն, իմ տղեն, իմ աղջիկը, մենք իրանց ենք քարոզում, այդ քարոզը չի բերում փառք, բոլոր քարոզությունները չեն բերում փառք, իսկ դու գիտեք, որ ավետարանի քարոզը միակ քարոզն է, որ բոլոր թշնամիներին հաղթում է, բոլոր թշնամիներին պարտության է մատնում, բոլոր թշնամիներին լրացնում ավետարանը, սա ասում է Պողոս առաքյալը Փիլիպեցիներին ամակում, որ ավետարանը կորուստ է այլ կրոնների, այլ հավատքների, ավետարանը առաջի թշնամին է տերորիզմի, անհավատությանը և մեղքին, ավետարանը քարոզ է ընդդեմ սատանային, քարոզեք մարդկանց, ում որ սիրում եք, նոր եմ տեսել ես Լաուրին, առաջի անգամ եմ տեսել, հետո ինքան անհայտացավ, մի քանի տարի, գնաց ընդհատակ, հետո նորից հայտնվեց, երբ որ ես եկեղեցում տեսա, ասեցի, Аллилуйя. Все будет хорошо. Ինքը իմնա ալնելու։ Ու գիտեք ինչ եղավ։ Դե դա շատ տենց պերեգավորներից հետո ես եկատուն աշխարհս իմն է ոտիստակ սենց աշխարհը ոտիստակ քեֆս լավ է զև հոգևոր քեֆս լավ չեմ խմում գիտեք բրադյագա դու այս տուն ուրախ աշխարհը կուննա Արմենը մեր հարևաններ Արմենը մեր մյուս փողոցի հարևաններ ժողովուրդ մեր փողոցի չէր Ես չգիտեի ում գորամ իրան գորացի Մի քիչ հարմար չէ այնտեղ շփումը, որովհետև զաբորներ, բաղճա, հայատ, մյուս հայատ։ Հեյ! Այլա բան եմ ասեմ։ Գիտես, սկսի պատմել։ Ինքը բայթեմ մինչև մի ամուսնացա, չէ, թե ամուսնացել է։ Ամուսնացել է, չէ, բայթեմ։ Ով կհասկանա սիրարված մարդու սրտի մեջ ինչ հակատան։ Աչուձախ սաղին քարոզում, աչուձախ սաղին պատմա իր մասին։ Երբ որ դուք սիրում եք Հիսուսին, դուք աչուձախ սաղին պատմում եք իր մասին։ Մեր վկայությունը պատճառը նրա, որ իրան սիրում ենք։ Երբ որ մենք քարոզում ենք իրան, դա նշանակում է մենք սիրում ենք իրան։ Շատ է ջոգեցիք, որ չեք սիրում էլ Հիսուսին։ Զգացիք, զգում եք ձեր սրտի մեջ, ինչ նոր պահա, երբ ես քարոզեի Հիսուսի մասին վերջի անգամ, չեմ իշեմ, Յարապ, դուք ամուսինով իրար սիրում եք, չէ, թե հա, այո, թե չէ, այո,
Դուք իր մասին եք չեմ մտածում ամեն րոպե, իր մասին։ Քարոզեք Հիսուսի մասին։ Եթե դուք սիրում եք Հիսուսին, դուք կքարոզեք իրան։ Եթե դուք չեք սիրում Հիսուսին, դուք չեք քարոզի։ Ապացույցը սա է, որ մենք սիրում ենք իրան։ Եվ ուզում ենք, որ ինքը փառավորվի։ Մենք իրա փառավորվելուց քեզ ինչ կա, չեք ասես։ Ով է լսում։ Ես քարոզում եմ Աստված փառավորում է դրանից ինձ ինչ, դրանից քեզ օգուտ կա։ Դրանից քեզ օգուտ կա։ Երրորդը պետք է վկայես, որովհետև Քրիստոս պատվիրել է դա մեզ։ Մատթեոս 4:19 5 րոպեից ես պրծնում եմ։ Մատթեոս 4-րդ գլուխ։ Ինձ մի կախարդեք։ Մի ասեք շուտա։ 4-րդ գլուխ 19-րդ խոսք։ Ինչ եք ման գալիս դահլիճում, չեմ ջոգում։ Սուր եք պատտվում ման գալիս։ 4-րդ գլուխ 19 խոսք։ Ասեց իմ ետևից եկեք եւ ձեզ մարդկանց որսորդ եմ անելու։ Քրիստոս մեզ պատվիրել է սա, ճիշտ է։ Մի տեղ էլ կարդամ, լավ, Հովհաննես 15-րդ գլուխը կարդամ։ 15-րդ գլուխ 16-րդ խոսք 15-16 Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, ապա ես ձեզ ընտրեցի։ Դրեցի ձեզ, որպեսզի դուք քնակ եւ պտուղ բերեք, եւ ձեր պտուղը մնա, որպեսզի իմ անունով ինչ որ խնդրեք Հորը ձեզ պիտի տա։ Ասում եք վկայությունից ինչ օգուտ կա։ Ով է լսում։ Սա պատվիրանա, վկայեք իմ մասին։ Դուք որսորդ պիտի լինեք։ Մեկը մի օր ինձ գրեց, բարև հոգևորս։ Չգիտեմ որտեղից պատը, դրամ է ձև։ Ճիշտ ասած, ես կարդացի հոգևորս։ Ում ինձ ձեռք է տալիս, հետա կարդում։ Բարև հոգևորս։ Հետո նորից կարդացի, բարև հոգևորս։ Հոգ և որս։ Այսինքն հոգիների որսորդ։ Գիտեք, դա նման էր հայհոյանքի։ Ճիշտ ասած, չհասկացա, ոնց թե հոգևորս, հոգևորսս։ Գիտեք, սա հայհոյական չի, սա վիրավորական չի, այդպիսին էլ կանք, որովհետև ասեց ձեզ մարդկանց որսորդ եմ անելու։ Սա է իմ վկայությունը, որ ես մարդկանց հոգիներ որսամ Քրիստոսի համար։ Սա պատվիրան է եւ բոլորը պետք է վկայեն։ Եկեղեցին պետք է վկայի։ Եկեղեցին պետք է քարոզի, որպեսզի նա փառավորվի։ Որովհետև ես նրան սիրում եմ եւ նա ինձ պատվիրել է։ Նա ինձ պատվիրել է։ Մի հիաստափեք, կգա ժամանակ դու կհասկանաք սա։ Չորրորդը, դու պետք է վկայես։ Ինչի դու պետք է վկայես, որովհետև մարդիկ առանց Քրիստոսի մեռնում են։ Մարդիկ առանց Քրիստոսի մեռնում են։ Հալելույա։ Հիսուս ասեց, ես եմ ճամփան, ճշմարտությունը և կյանքը։ Ամեն։ Գործք 4:12-ում այսպես մի բան է գրված։ Հալելույա։ 4:12 Ուրիշ մեկով փրկություն չկա։ Նրանից զատ ուրիշ անուն չկա երկնքի տակ մարդկանց մեջ տրված, որով կարող լինենք փրկվել։ Միակ անունն է, որ դու կարաս վկայես։ Միակ անունն է, որ կարա փրկի։ Ոչ Դոլչե Գաբանին կարա փրկի,
Ոչ Versace-ին կարա փրկի, ոչ Coco Chanel-ը կարա փրկի, ոչ Մուխամեդը կարա փրկի, ոչ Պուտինը կարա փրկի, ոչ Նիկոլ Փաշինյանը կարա փրկի, ոչ մեկը չի կարա փրկի, ոչ մեկի անունը փրկող ուժ չունի, ոչ մեկի անունը փրկության ուժ եւ շնորհք չունի։ Միակ անունը, որ Հիսուսի անունն է, դա բերված է բոլոր մարդկանց այս երկնքի տակ, որով կարելի է փրկվել։ Նա այնքան ուժեղ անուն է, որ քեզ դժոխքից կարա փրկի։ Նա կարող է քեզ մահից փրկել։ Նա կարող է քեզ անեծքից փրկել։ Նա այնքան ուժեղ է, որ կարող է սատանայի ճիրաներից փրկել։ Նա կարող է քեզ կրակից փրկել։ Դու ճանապարհ կգնաս եւ վթար կլինի հանկարծ։ Միգուցե, բայց դու նրա մեջից դուրս կգաս։ Դու նրա մեջից դուրս կգաս։ Քո նավը միգուցե խորտակվի, բայց դու նրա մեջից դուրս կգաս։ Քո ինքնաթիռը միգուցե ընկնի, բայց դու դուրս կգաս։ Փրկություն չկա ուրիշի անունով։ Ոչ մի բանի անունով։ Ոչ մի բանի։ Դուք ասում եք, այ սա փրկություն էր։ Ինչա են փոշու անունը։ Արիելով փրկություն չկա։ Դամեստասով փրկություն չկա։ Դու ասում ես, այս ինչ փրկություն էր այս $100, ով է նրա վրա նկարած։ Վաշինգտոնն է նկարած կարծես, Ջորջ Վաշինգտոնը։ Նրանով է փրկություն չկա։ Այսինքն այդ $100-ով է փրկություն չկա։ Այս ինչ լավ էր, այս դեղը ձեռք բեցյանով է փրկությունը, չկա փրկություն։ Որևէ մի դեղով, որևէ մի փողով։ Այս մաշինեն իսկական փրկություն էր, մաշինով փրկություն չկա։ Այս ինչ լավ հեռախոս տվիք, այս ինչ փրկություն էր, փրկություն չկա լավ հեռախոսով։ Ով ալսում։ Այս զմերը այս ինչ լավ էր, բացինքեք ստացա, փրկություն էր, փրկություն չկա այդ բացինքեքով։ Դու կարաս հագնես մեծ հաշվով, բայց փրկությունը դրանով չի։ Ես օրհնում եմ քեզ, դու ունեցի հակի, բայց փրկությունը դրանցով չի։ Մենք այդ ձև ենք, չի ասում, ինչ փրկություն էր։ Այ կնիկ լավ է, դու եք ար փրկություն էր, լավ փրկվեցինք։ Ոչ։ Վարկե ես տվի պրծա փրկություն էր։ Նյետ։ Եք ուծելի գնալու ես, մի կե ուրիշ փոս ընգնես։ Վեդ ոչխար կա։ Լավ ոչխարա։ Ընգել է այդ արանքը։ Դեղ տրակտորը բանա փոր է խորը։ Եք ընգել է արանքը։ Այս չոբանը մտավ, հազիվ մի կեր բրտից, բրնելով, ձնկրնատով հանեց, սա նորից վազեց ու ընգավելի այդ փոսը։ Ես չեմ ուզում մենք այդ ձև եղնենք, որ Աստված մեզ հանում այդ փոսից, էլի ոչխարաբար չընկնել այդ փոսի մեջ։ Աստված մեզ իմաստություն է տալիս, որպեսզի այլևս այնտեղ չընկնենք, որովհետև փրկություն չկա ուրիշ մեկով։ Փրկությունը Տիրոջով է։ Փրկությունը Հիսուսով է։ Մի կալենդար կար, որ մեր տան ներկայացած, կալենդար չէր, այդ ձև պաստառ էր։ Ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը։ Հարությունը, տարբեր բաներ կար գրված։ Դա երկար տարի մեր պատի վրա կպցրած էր։ Ամեն անգամ կարդում էի ու ասում էի, իրոք որ փրկություն չկա ուրիշ մեկով։ Ուրիշ մեկով փրկություն չկա։ Դու պետք է վկայես, որովհետև դա օգուտ է բերում։ Հայ ժողովուրդ, լսեք, օգուտ է բերում։ Հայ ժողովուրդ, լսում եք, օգուտ է բերում։ Բայց նրանց, ովքեր ընդունում են Հիսուսին։ Երբ որ դուք վկայում եք, դա օգուտ է բերում նրանց, ում դու վկայում ես։ Իրանք հանդիպում են իրանց Տիրոջը, հանդիպում են փրկությանը, հանդիպում են հավիտենական կյանքին, հանդիպում են իրանց արքային, հանդիպում են իրանց բժշկին, փրկությունը իրանով է։ Որովհետև նրանք նախ եւ առաջ դառնում են Աստծո որդիներ, դա օգուտ է։
օգուտ չի որ դու Աստծո որդի ես։ Եվ նրանց մարմինները դառնում են սուրբ հոգու տաճարներ։ Ուրեմն այդ տաճարի մեջ պետք է փառավորել Աստծուն։ Ալելույա։ Ասեք որ լավ է։ Ասեք որ լավ է։ Այսօր մի ձևից ինձ խորը ու դժվար բարդ բաներ չես ասեմ, որ արձագանքի մարդ արժանի կերպով։ Ռոդ Փարսին ասում են, կամ ենք խորը բաներ խոսում, որ սկսել ենք խճճվել։ Հասարակ վկայությունը սա ուղեղը կախել արդեն։ Ինչ։ Օգուտ աբերեմ նրանց, ովքեր լսում են երկու բան։ Իրանք Աստծո որդիներ են դառնում եւ դառնում են Սուրբ Հոգու տաճար։ Մնացած բաները Իրանյան գալիս է։ Իրան գալիս է։ Անցյալի, ներկայի եւ ապագայի խաղաղությունն են ստանում իրանք, սեր են ստանում, ուղղություն են ստանում, նպատակ են ստանում։ Կյանքի մաս են ստանում։ Մի քարոզեք եկեղեցի։ Եկեղեցին չի փրկում մարդուն։ Եկեղեցին պետք է որ մարդը մնա, հավաքվի միաբանության մեջ լինի, որպեսզի իրան սատանան չկարողանա կոտրել։ Մի քարոզեք ասելով, արի եկեղեցի, Աստված քեզ կնիկ կտա կամ մարդ կտա։ Մի քարոզեք ասելով, արի Աստված քեզ փող կտա։ Այդ մարդկանցից մեկը ուզում եմ ես լինեմ, որ ինձ քարոզեն ասեմ, իսկ քեզ տվել է։ Օրինակ բեր։ Քեզ նախ եւ առաջ տալիս է խաղաղություն, քեզ տալիս է ուրախություն, քեզ տալիս է սեր, քեզ տալիս է փրկություն, հավիտենական կյանք, ճշմարտություն, լուսավորում է քեզ, օրհնում է քեզ, անեծքները քանդվում են, սատանայից ազատագրվում ես, փրկություն ես ստանում։ Սա ամենակարևոր բաներն է։ Սա է Աստծո թագավորությունը։ Մնացած բաները ինքը կսկսի տալ, դրա մասին հոգ մի արեք։ Ուղղակի փնտրեք իր երեսը, ուղղակի փնտրեք իր ուրախությունը, իր խաղաղությունը, իր սերը։ Վկայի, որովհետև դա քեզ է օգուտ բերում։ 5-րդը վկայի, որ օգուտ է ուրիշների համար, 6-րդը վկայի, որովհետև օգուտ է քեզ համար։ Վկայեք, որովհետև դա ձեզ օգուտ է։ Ասեմ ինչ է տեղի ունենում, երբ որ դուք վկայում եք։ Դուք սկսում եք աճել։ Հոգևոր դուք սկսում եք աճել։ Տնային խմբերում պետք է խոսալ, որ վկայեք մարդկանց, վկայեք մարդկանց, քարոզեք մարդկանց։ Նախ եւ առաջ դա քեզ աճացնում է։ Երկրորդը քեզ թարմություն է տալիս։ Ով է հեչ վկայությունից հետո շրջվել որ գնա օթերով է գնացել։ Թարմություն է եկել, օծություն է եկել քո վրա։ Զորություն է եկել քո վրա։ Աստծո ներկայությունը շատանում է քո վրա։ Դու ուրախություն ես ստանում։ Քեզ ոչ մի բան չեն տվել, բայց դու օգուտներ ես քաղել։ Դու աճում ես եւ խոսքն է աճում քո կյանքի մեջ։ Ավելի շատ ասկսում քո մոտ ապավինությունը Հիսուսին։ Երբ որ դուք վկայում եք, ով ջանետ ինչ է, ես կյանքում արած չեմ։ Արեք ու կտեսնեք, որ սկսում է վերել ձեր կյանքը։ Վերելք է սկսում, ձեզ բարձրացնում Աստված, ձեզ օրհնում Աստված։ Հալելույա։ Դու ցանում ես, ճիշտ է։ Դու ցանում ես ուրախություն վկայելով։ Դու ցանում ես վկայելով սեր։ Դու վկայելով ցանում ես խաղաղություն։ Վստահ եղեք, որ դուք հնձելու եք դա։ Դրան հարուրապատիկ հնձելու եք։ Սեր ցանի, սեր կանձես։ Նրանք ովքեր սեր չեն ցանում, միշտ սեր են ուզում, ցանեք լա։ Խաղաղություն ցանեք, ավետարանը խաղաղության ավետարանը, ցանեք խաղաղություն, դու կանձեք խաղաղություն, դու կանձեք թարմություն, ուժ, դու կանձեք սեր, աչք հնձեք, դուք միշտ հնձելու եք ավելին։ Ինչ էլ ցանեք։ Յոթերորդ պետք է վկայել։ Երկրորդ Կորինթացիներ
ասա ես քարոզելու եմ, վկայելու եմ մարդկանց։ Միգուցե մյուս կիրակի ես խոսամ նաև ինչպես քարոզել։ Շատ ժամանակ մենք քարոզում ենք, բայց էլ ավելի արդյունավետ լինելու համար։ Մի գաղտնիքա, որ ես տարիներով անում եմ դա, Այդ գաղտնիքը Հովհաննեսի ավետարանում է գրված Հիսուսի եւ մեղավոր կնոջ, սամարացի կնոջ մասին է։ Ես միշտ այդ պտույտը օգտագործում եմ, աշխատում է դա իմ դեպքում։ Եվ խոսանք դրա մասին մյուս ծառայությունում, բայց այսօր այս պահին ուզում եմ, որ մենք վկայենք ու իմանանք, թե ինչ է տալիս մեզ վկայությունը։ 7-րդում դա պատիվ է մեզ։ Դա պատիվ է մեզ։ Եվ արտոնություն է մեզ վկայելը։ 5-րդ գլխի 20-րդ խոսքը գրված է, ուրեմն Քրիստոսի կողմից դեսպանություն ենք անում, թե Աստված ինքը մեր միջոցով կոչ է ուղղում։ Մենք աղաչում ենք ձեզ Քրիստոսի կողմից, հաշտվեք Աստծո հետ։ Դու դառնում ես դեսպան։ Դեսպանի համար մեծ պատիվ է դեսպանություն անելը։ Կուզեք դեսպան լինեք միտեղ։ Իտալիա, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա, դեսպանը լինեք Հայաստանի։ Դա պատիվ է, որ դուք դեսպան լինեք։ Դեսպանը գնում եւ ներկայացնում է իր երկիրը։ Ներկայացնում է իր թագավորին։ Ներկայացնում է իր վարչապետին։ Ներկայացնում է իր մշակույթը։ Դուք դեսպաններ եք Քրիստոսի կողմից եւ սա պատիվ է։ Գնացեք եւ ներկայացրեք թագավորությունը, թագավորին, նրա մշակույթը, նրա խորհուրդները, ձեր թագավորի օրենքները։ Եվ ամեն դեսպան, որ դեսպանություն ան մի երկրում, այդ տարածքում, որտեղ ինքը դեսպան է, այնտեղ ամեն ինչ իր երկրի նման է։ Ստեղ եք դուք։ Սա պատիվ է ներկայացնել նրա հետաքրքրությունը։ Մենք չենք ներկայացնում մեր հետաքրքրությունները։ Թե բարի եկեղեցի, սենց կլինեց կլինի, մենք մի շեղվեք, արի Հիսուսին առաջի հերթին, մարդուն բեր Հիսուսին, մարդուն ծանոթացրա Հիսուսի հետ, խոսան, ես ու դու դեսպաններ ենք, սա պատիվ է։ Իսկ մենք ամաչում ենք, որ մենք հավատացյալ ենք, վայ մենք հավատացյալ ենք, չիմանան, որ ասեն Սամվելը, որ Սամվելը, ինքամ Սամվել կա, Ռաֆու Սամվելը, չէ, Ռաֆու Սամվելը չէ, Εμեն ներքևի թաղի Սամվելը, կողքի արևը, լիք Սամվելներ կա, ինչ իման, որ Սամվելը, ժամանակ տարբերելու համար ասում են, որ Սամվելն ու որ Սամվելը, չէ, Աբրահամյան Սամվելն ու Ղազարյան Սամվելը, նաև ընդեղ ուրիշ, որ ուզում են բացատրեն, կարճ կոնկրետ, չէ, ասենք, չէ, որ Սամվելը, ինչ Սամվելի մասին է խոսքը, Փարքես Հիսուս, 8-րդ եւ վերջինը, Գործք 1:8 ասում է, բայց զորությունը ձեզ վրա կգա եւ դուք իմ վկաներս կլինեք։ Զորությունը տրվում է վկայելու համար։ Դու զորություն ուժ չես տանում, որ դու քեզ լավ զգաս։ Զորությունը տրվում է վկայելու համար։ Ավետարանը քարոզել զորությամբ ուժով։ Ահա ինչ պատճառներ կան այս 8 կետերի մեջ վկայելու։ Մենք վկայելու պատճառներ ունենք։ Լինում է ժամանակ, որ զորությունը իջնում էր մեզ վրա, ու մենք խաղում ենք դրա հետ։ Մտածում ենք, թե դա մեզ լավ զգալու, վայժն զգալու համար է։ Կարևոր է մզգում ինձ։ Մենք ով ուժեղ է գոռում ավելի շատ զորություն ունի ասում են։ Բայց այդ զորությունը մարդկանց քարոզելու համար է։
Գինեք ինչի համար ազորությունը։ Ինչ որ դու չես կարա զորությունը կարանի։ Նա որ քո վրա էշնեմ, դու չես կարա ազատագրես մարդուն, եթե զորություն չլինի։ Դու չես կարող բժշկություն բերել, եթե զորություն չլինի։ Դու չես կարող ազատագրել, ավետարանը չի լինի ազդեցիկ, եթե զորություն չլինի վրեդ։ Ուրեմն 8 պատճառ ունենք վկայելու։ 8 պատճառ ունենք վկայելու, որպեսզի Աստված փառավորվի։ Հալելույա։ Նորից կրկնեմ, որպեսզի մենք խրախուսենք մարդկանց, որպեսզի կիսվենք մարդկանց, որովհետև մենք սիրում ենք Հիսուսին։ Պետք է վկայել, որովհետև սա պատվիրան է մարդկանց որսորդ լինելու։ Պետք է վկայել, որովհետև մարդիկ առանց Քրիստոսի մեռնում են, իսկ Հիսուս ինքն է ճանապարհը։ Պետք է վկայենք, որովհետև դա օգուտ է բերում ուրիշներին։ Պետք է վկայենք, որովհետև օգուտ է բերում մեզ, մենք աճում ենք, թարմանում ենք, ուժեղանում ենք։ Պետք է վկայենք, որովհետև դա արտոնությունը պատիվ է լինելու դեսպաններ։ 7-8-րդը պետք է վկայել, որպեսզի Աստծո զորությունը գործի մեր միջոցով։ Մարդկանց կոչ ուղղի, մարդկանց ազատագրի, փրկի մարդկանց։ Աստված իրան սիրողների համար է սև բանը պատրաստել։ Մեզ հեշտության համար է սա, մեզ ուղղություն է, սա ռազմավարություն է։ Եվ շատ թանկ է, որ դու ներկայացնում ես Աստծուն։ Մովսեսը կանգնած է կրակի մոտ, այրվող մորենու թփի առաջ։ Եվ Տեր ասում է, գնա եւ ազատի իմ ժողովրդի Եգիպտոսից։ Հարցնում է Մովսեսը, բա որ հարցնի, ինձով ուղարկեց, ես ինչ ասեմ։ Ասեց, ես եմ որեն։ Երբ որ եկավ Մովսեսը Եգիպտոս, փարավոնը հարցրեց, քեզով ա ուղարկե։ Սա հայտարարություն է, սա պատասխանատվություն է։ Եթե դու խոսում ես, սա պատասխանատվություն է, թե դու ում ես ներկայացնում, թանկ բան է Աստծուն ներկայացնելը։ Եթե դու Քրիստոսին ճանաչում ես, դու կարող ես Քրիստոսին ներկայացնել։ Դու կարող ես Քրիստոսին առաջնորդել։ Եթե դու չես ճանաչում Քրիստոսին, դու լռում ես իր մասին։ Դու չգիտես ուր էլ առաջնորդես մարդուն։ Ես ճանաչում եմ Հիսուսին, ես ծանոթացնում եմ Հիսուսի հետ։ Ես գիտեմ նրան, ես նրա մասին եմ բացում։ Եվ մարդ ասում է, ես ուզում եմ այդ Հիսուսին։ Ուզում եմ այդ Հիսուսին։ Գայանեն, որ մեր Ռուսաստանի քույրիկ։ Աղոթի, որ ես էլ գիտենամ Հիսուսին։ Աղոթի, որ ես էլ ճանաչեմ Հիսուսին։ Այնպես ինչպես դու ես ճանաչում։ Իմ քո խոսքերը, իմ քո ճանաչողությունը կարող է մեկին փոխել, որովհետև ով է ինձ ուղարկել, ահա պատասխանատվությունը։ Ինչ գնամ ասեմ, ով է ուղարկել ինձ։ Եթե դու ճանաչում ես իրան, դու վկայում ես իր մասին, դու առաջնորդում ես իրան։ Ցույց տվեք ձեր պտուղները, ցույց տվեք այն մարդկանց, որին առաջնորդել է Քրիստոսին եւ հիմա այստեղ են նրանք։ Դուք չեք ճանաչում Հիսուսին ուրեմն։ Եթե մեկը չի առաջնորդվել դեռ Քրիստոսին, դա իրեղեն ապացույց է ուզում։ Դա իրեղեն ապացույց է ուզում, որ մարդը փրկված է։ Ինչպես փրկվեցիր, ոնց հայտնվեցիր այստեղ, ով քարոզեց քեզ, ով առաջնորդեց քեզ Քրիստոսին, ճանաչում ես Հիսուսին, կճանաչեն ուրիշները։ Սիրում եմ իրան ուրեմն ճանաչում եմ, ուրիշներին էլ կցույց տամ, ուրիշներին էլ կբացեմ իրան, ուրիշներին էլ կպատմեմ իր մասին, եւ Աստված կփառավորվի։ Ես հավատում եմ, որ Աստված ուզում է փառավորվել, որպեսզի մենք պտուղ ունենանք։ Մեր պտուղները գնան իրանց պտուղներին բերեն։ Սա է իրական ուրախությունը, որ քո պտուղը բերում է իր պտուղին։ Դու չես փրկվել քեզանով,
Դու չես գտել Հիսուսին, ինքն է քեզ փրկել։ Իր շնորհքն է քեզ փրկել։ Իր ողորմությունն է քեզ փրկել։ Ինքն է քեզ գտել։ Դու չես գտել իրան։ Մենք մեծ ենք խոսում ասելով ես գտա Հիսուսին։ Ոչ, Հիսուս գտավ քեզ։ Երբ որ դու մեղավոր ես, ինքը ճիշտ ժամանակին մեռավ եւ ճիշտ տեղը եկավ եւ ճիշտ տեղից գտավ քեզ։ Քեզ փրկեց այնտեղից։ Մահից, մեղքից, դժոխքից, սատանայից, անեծքից։ Ցույց տուր եկեղեցուն նպատակը այն բաների համար, որ մենք հավաքվում ենք, այն ամեն ինչի համար, որ մենք այստեղ ենք։ Ցույց տուր Սուրբ Հոգի, ցույց տուր յուրաքանչյուր սրտին խոսա, յուրաքանչյուր սիրտ ավելի ճանաչի Հիսուսին, ավելի մոտիկից, ավելի իրական, ավելի ռեալ, որ իր պտուղները խոսան եւ դու փառավորվես, որպեսզի դուք շատ պտուղներ բերեք, դուք շատ պտուղներ բերեք։ Եկեղեցի, ես աղոթում եմ, որ գա ճանաչողություն յուրաքանչյուրիդ մեջ, որպեսզի գնաք եւ ավետարան քարոզեք, որպեսզի Աստված փառավորվի։ Հալելույա, հալելույա։